Հայաստանում 2025-ին գրանցվել է արտագաղթի պատուհանի փակում և ներգաղթի միտումներ են ձևավորվել։ Նախորդ տարին ամփոփվել է միգրացիոն լիովին այլ պատկերով։ 2025-ն ամփոփող տարեկան ասուլիսը ՆԳՆ նախարարը սկսում է կարևոր լուրով։ Համաձայն այս տեսանկյունից սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 5.201.747 անձ և դուրս է եկել 5.171.270 անձ։ Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ թե քաղաքացիների մասով Հայաստանի Հանրապետության և թե նաև օտարերկրացիների մասով բացառիկ են դիտարկվում։ Նախարար Սարգսյանը տեղեկացնում է փետրվարի 15-ից կգործարկվի ներքին գործերի նախարարության նոր օպերատիվ կառավարման կենտրոնը 112 գրասենյակը։ Այն միավորելու է ոստիկանության և փրկարար ծառայության արձագանքը։ 2027 թվականին այստեղ կմիավորվեն նաև շտապ օգնության կանչեր։ Այսինքն մեր քաղաքացին կունենա մեկ զանգ, մեկ ահազանգ, սկզբունքով ծառայությունների մատուցում և բնավ կարիք չի լինի հասկանալու տվյալ իրավիճակում արդյոք կարիք կա 3 ծառայությունների միաժամանակյա ներկայությամբ, թե օրինակ միայն ոստիկանական ծառայությունն արդեն իսկ բավարար է այս տեսանկյունից։ Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2%-ով։ Սա շատ կարևոր արձանագրում է, որը վկայում է Հայաստանի Հանրապետությունում ներքին անվտանգության մակարդակի մասին և նաև հատկապես ներքին գործերի բնագավառում մեր կայացրած որոշումների արդյունավետության մասին և դրանց ուղիղ ազդեցության մասին պրակտիկայում։ Անդրադառնալով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, ներքին գործերի նախարարը նշում է. կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը։ Ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ, այսինքն սա վկայում է, որ մենք ավելի ինտենսիվացրել ենք օպերատիվ աշխատանքով զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը և ձերբակալումների մեջ բնականաբար չկան կամավոր հիմունքներով ներկայացված զենք զինամթերքին առնչվող դեպքերը։ Եվ նաև պիտի փաստեմ, որ մեր ձեռնարկած միջոցառումների արդյունքում 42.2%-ով ավելի զենք զինամթերք ենք առգրավել, քան եղել է 2024 թվականի կտրվածքով։ 2024-ի համեմատ 2025-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20.4%-ով։ Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք, հայտնում է նախարարը։ 2025 թվականի կտրվածքով ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ։ Սա կարևոր նվաճում է իրավապահ համակարգի տեսանկյունից, որովհետև այստեղ ոչ թե մենք գնացել ենք մանր չափաքանակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբաքանակների հետևից և արձանագրել ենք հիմնականում ներմուծման դեպքերի մասով ավելի մեծ խմբաքանակի առգրավում որպես այդպիսին և ռազմավարական մոտեցումը շատ սինխրոն իրավապահ ամբողջ համակարգում կարողացել ենք տեղ հասցնել և այս պայմանությամբ նմանատիպ լավ արդյունքային ցուցանիշներ ունենք։ Ես մի խփի Անդրադառնալով Երևան քաղաքի վարչությունում օպերլիազորի կողմից քաղաքացուն ծեծելու և հայհոյելու դեպքին, նախարարը փաստեց. համակարգում նմանօրինակ խոշտանգման դեպքերը համատարած բնույթ չեն կրում։ Առերևույթ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներ ուղղակի չեն տեղավորվում նախարարության ռեֆորմայի նորակարգում և հետևողականորեն, եթե լինում են այդպիսի դեպքեր, մենք արձագանք ենք ունենում, ընդ որում ուզում եմ հատուկ շեշտել, անկախ նրանից կա արտահոսք, թե չկա արտահոսք, որովհետև եթե դիտարկենք նաև նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից գլխավոր դատախազություն ուղարկված հաղորդումները, կնկատենք, որ եթե առերևութության մակարդակում անգամ կա տվյալ, որ գործ ունենք խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետ, ես ուղիղ հաղորդում եմ ուղարկում գլխավոր դատախազին, որպեսզի այս դեպքերը բաց չմնա։ Այս գործով օրենքի սահմաններում ինչ անհրաժեշտ է, նախարարությունն իրականացրել է, ասում է Սարգսյանը։ Հաղորդում պետք է ուղարկվել իրավապահ համակարգ, ուղարկվել է։
Պիտի նախաձեռնվեր քրեական վարույթ, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եթե տվյալները բավարար են, պիտի հանրային քրեական հետապնդում հարուցվեր, անձը ներգրավել որպես մեղադրյալ, մեր աշխատակիցը ներգրավել է որպես մեղադրյալ։ Ես իմ լիազորության շրջանակներում հնարավորություն ունեի կասեցնելու ծառայողի լիազորությունները, ես կասեցրել եմ ծառայողի լիազորությունները։ Վարույթի շրջանակներում անձի նկատմամբ կարող է կիրառվել խափանան միջոց եւ անձի նկատմամբ կիրառվել է խափանան միջոց։ Անդրադառնալով օր առաջ համադասարանցիների կողմից 13-ամյա երեխայի հերթական ծեծի դեպքին, նախարար Արփինե Սարգսյանն ընդգծում է. անչափահասների բռնությունների մասով նախարարության քաղաքականությունը խստացվել է։ Եթե կան դեպքեր, երբ որ անչափահասները կատարում են որոշակի արարքներ, որտեղ որ պիտի պետության խիստ արձագանքը լինի, այդ արձագանքը պիտի լինի։ Եթե կան այնպիսի իրավիճակներ, որ ուսումնական հաստատությունը չի տեղեկացնում իրավապահ համակարգին դեպքի մասին, սա ոչ թե պիտի գովաբանենք, ասենք որ շատ լավ է, այ պետք չի այս մասին բարձրաձայնել իրավապահ համակարգին, այլ հակառակը պիտի ռեակցիա լինի։ Նախարարության քաղաքականությունը այս մասով խստացնել առումով նկատի ունեմ այն դեպքերի մասով միջնորդագրերի ուղումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին, գործընկերոջս Տիկին Անդրեասյանին, որի պայմաններում, որ մենք ուսումնական հաստատությունից չենք ունեցել ազդակ, որ նմանատիպ իրավիճակ կա կոնկրետ ուսումնական հաստատությունում եւ ըստ էության դեպքի մասին իրավապահ համակարգը իմանում է կամ օպերատիվ աշխատանքի առումով, այսինքն նույնիսկ հայրը կամ տղան կամ մայրն ասում են, որ վայր ընկնելու հետևանքով է միջադեպը եղել, բայց բնականաբար մենք բոլոր դեպքերի հետևից գնում ենք։ Սխալ կայանված մեքենաների տարհանման ժամանակ ոստիկանների կողմից վարորդներին չզգուշացնելու դեպքերը կբացառվեն, նշում է նախարարը։ Հիշեցնենք, մեքենաների տարհանման դեպքերում ոստիկանությունը շատ դեպքերում չի զգուշացնում վարորդներին եւ դրա համար սահմանված է 20,000 դրամի չափով տուգանք։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։